Պարոն Ռուբինյան, եթե ես չեմ սխալում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը անդադ նույն մարդիկ եք հարց տալիս, ես առաջարկում եմ Tribune Հա, ոչինչ, ես ներողություն շարունակեմ հարցը, սա չեպազրույց է, եթե չեմ սխալվում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը բացի պատգամավորական գործունեությամբ, այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, եթե դա գիտական աշխատանք չի եւ հասարակական։ Հիմա դուք եւ Վահագն Ալեքսանյանը, որ Civic-ում եք աշխատում, վարձատրվում եք, բա ինչ եք անում այնտեղ։ Չեք աշխատում։ Բա ինչ եք անում։ Այդ նույն տրամաբանությունն է, որ դուք հիմա ինձ ասեք, որ ես աշխատում եմ բան Չէ, դուք այնտեղ Հիսուս Քրիստոս բան 5-րդ տալիքում կամ ՀԺ-ում կամ H2-ում կամ Tribune AM-ում եւ այլն։ Դրանք տարբեր բաներ են։ Տարբեր բաներ չէ, absolutely։ Ես աշխատում եմ բարձրատրվում եւ ես գրանցված չեմ որպես աշխատող։ Այ լավ հարցեր եք տալիս։ Այո, ասեմ։ Չէ, ասեմ ինչի ոդկասթի կարիք առաջացավ։ Ես զգացի, որ երբ որ ճեպազրույց եմ տալիս ձեզ բոլորիդ, դուք րոպեն, ասենք, չգիտեմ, 16 հարց հաճախականությամբ ինձ ընդհատում եք եւ չեք թողում պատասխանեմ։ Կամ սկսում եք մի վայրկյան, կամ սկսում եք վիճել ինձ հետ, ինչին ես դեմ չեմ, կարելի է բանավեճային ֆորմատով զիջել, բայց ես զգացի, որ դուք շատ եք դժվարացնում իմ մտքերն արտահայտելը, որովհետեւ ընդհատում եք ինձ։ Հետո պարոն Ալեքսյանը ինձ խոստացավ, որ չի ընդհատի, ես էլ իրեն խոստացա, որ չեմ ընդհատի։ Բայց այդ ֆորմատը չի, որտեղ եթե մենք սուր հարցեր ուզենք, մենք գալիս ենք ստեղ, տեսնում եք, չեմ խոսափում բացարձակ ձեզնից։ Երկու հարց տանում։ Բայց վերջին հարցը էլի խնդրում եմ։ Վերջին երկու հարց։ Որտեղ պիտի նիստ վարեմ։ Լրատվամիջոցների հետ կապված ասացի Քերիմների հարցին պատասխանելիս, որ դուք ազատ եք որպես լրագրող լրատվամիջոց ունենալու ձեր կարծիքը, բայց չգիտեմ ինչի ստատուսներ եք գրում, որ պարսավանքի արժանի այն բոլոր լրատվամիջոցները, որոնք պաշտպանում են կաշառակեր սրիկայի, նախ դուք ինքներդ կարգել եք մարդուն արդեն կաշառակեր սրիկա առանց դատական ակտի ու նշել եք բանի հրապարակի խմբագրի Արմինե Օհանյանի անունը։ Սա ինչ է, եթե ոչ լրատվամիջոցներին թիրախավորում պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։ Շատ լավ։ Հիմա արագ խնդրում եմ մի ընդհատեք, որտեղ պետք է գնամ նիստ հասցնեմ պատասխանեմ։ Սիրելի Ռիփսիմե, լրատվամիջոցի թիրախավորումը հետևյալն է։ Օրինակ, երբ որ լրագրողին ծեծել են տալիս։ Օրինակ, երբ որ լրագրողին վրա գործ են կարում, նստացնում են։ Օրինակ, չգիտեմ, երբ որ մտնում են մի վայրկյան, մտնում են խմբագրություն, ինչ ասեմ, համակարգիչները արգրավում են։ Երբ որ, չէ, ոչ միայն ֆիզիկական, ասում եմ, երբ որ դատում են եւ այլն։ Իմ ասածը քննադատություն է, սովորեք քննադատությանը։ Բոլորը, վիրավորանք չի, ես ոչ ոքի չեմ վիրավորել։ Դե հիմա ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար եւ դա վիրավորանք չի։ Հաջորդ երկրորդ հարցը տվեք։ Ոնց է ստացվում, որ կաթողիկոսի հետ կապված այդ հայտնի ձայնագրություններ, այսպես ասած, ուծեչկա է կանում Տարոն Չախոյանի հետ կապվող Media News AM։ Ես ոչինչ ուծեչկա չեմ արել։ Դուք չեք արել դա։ Բա ո՞նց է լինում, որ հենց այդ լրատվամիջոցի միջոցով է։ Չգիտեմ, իսկ ոնց են լինում, որ տարբեր ստահոդ լուրեր սպրդում են տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում որոշ լրատվամիջոցներով, որի ներկայացուցիչներից դե Խոսքը գաղտնա լսման, գաղտնի ձայնագրման մասին է։ Բայց դուք ինչ գիտեք, ով է դա գաղտնած լսել, ով է ձայնագրել դա։ Դուք գիտեք, ես չգիտեմ։ Ոնց է, որ Նաթան Սրբազանի Ասում եմ, ով է ձայնագրել, դու դա գիտեք։ Դուք պիտի իմանաք։ Բայց ես էլ չգիտեմ։ Ես մամուլում եմ տեսել։ Հա ինչ անենք։ Ինչ, այսինքն ցանկացած, եթե դուք վաղը ինչ որ մեկին գաղտնալ լսեք, ես եմ դրա համար պատասխանատու։ Հասկանով ավարտենք, շնորհակալ եմ։ Արդյոք պետական գաղտնալսման մասն է։